Սիրելիներս, ընտրում եմ տան համար ռոզմարին։ Փորձել եք ռոզմարինով թեյ։ Եթե չի անպայման փորձեք։ Կտրատում եք, իհարկե լվանալուց հետո, ընդամենը մեկ այս ճյուղը բավարար է, մեկ բաժակ 200 գրամ ջրի համար։ Կարող եք նաև մի փոքր 3-4 հատ մեխակ, մի պուճուրիկ էլ 1 սանտի միջավ դարչին։ Բոլորը միասին պատկերացնում եք և բերանի խոռոչի հիգիենայի, և պրոֆիլակտիկայի, և ամբողջ օրգան համակարգերի անփոխարինելի է, որովհետև այնտեղ կա և հակավիրուսային, հակամիկրոբային, հակաուռուցքային կարելի ասել, և ամենակարևորը սիրելիներս, եթե մրսած եք, ապա կոկորդը քերվում է, ընդամենը 3 բաժակ խմելուց հետո դուք կտեսնեք լրիվ առողջացել եք, սիրելիներս, հաճախակի օգտագործեք ռոզմարին, իմ ասած այդ թուրմը կարելի ասել թեյ նույնիսկ ամեն առավոտյան, այն խթանում է և ձեր տեսողությունը, լսողությունը, և ձեր աչքերի տեսողությունը, որովհետև չի թույլ տալիս, որ մանր անոթներում լինի խոլիստերին, կուտակվի այնտեղ, և դրա համար էլ պետք է օգտագործել այն, ինչ որ տալիս է մեզ բնությունը, ինչ որ շատ առողջարար է մեր օրգանիզմի համար, սիրելիներս, ես սիրում եմ ռոզմարին, և ձեզ ասեմ, 10 օր հետո, որ ես գնամ Իսրայել, Երուսաղեմում դուք կտեսնեք, ցույց եմ տալու ձեզ, ամբողջ փողոցների երկայնքով, մայթերին, ռոզմարինի ինչպիսի թփեր կան, սարսափելի մեծ, որ յուրաքանչյուրին այնտեղ հասանելի է, օգտագործում են իրենց այգիներից քաղում, սիրելիներս, օգտագործենք ռոզմարին։